Հաշվառելով այն հանգամանքը, որ իստը բառացիորեն վերջին րոպեին է հայտարարվել, ես կարծում եմ, որ ակնհայտ է եղել է պարզ տեխնիկական հաշվարկ, առային, որ ընդդիմություն ներկայացված ավելի մեծ թվով պատգամավորներով եւ այդ նախագիծը որևէ պայմաններում չէր կարող դրական եզրահանգման ունենալ եւ այդ պատճառով էլ իրենց նախաձեռնությամբ տապալեցին, նաեւ հաշվառելով այն հանգամանքը, որ նույնիսկ պաշտպանության նախարարն էր շենքում եւ հասկանալի է, որ վերջին պահի տեխնիկական հաշվարկն է միայն բերել այս իրավիճակին, ու կարծում եմ պատճառները շատ ակնհայտ էին։ Եվ հիմա խոսելով նախագծի մասին, դուք ինչ վտանգներ եք տեսնում, ինչ խնդիրներ կարող է սա առաջացնել։ Գիտեք, եթե նույնիսկ դիտարկենք վերջին 3 տասնամյակում զինված ուժերում տեղ ունեցող գործընթացները, ապա 90-ականներից սկսած հայրենիքի պաշտպանությունը իր մեջ ներառել առաջնորդին գաղափարական պայքար, հայրենիքի նկատմամբ անձնազոհության եւ նվիրվածության, իհարկե որևէ պարագայում չեմ ուզում սոցիալական երաշխիքների կամ ֆինանսական մասը լրիվ չորրորդական պլան մղելու, բայց երբ որ դու ոչնչացնում ես գաղափարական ֆունդամենտը ու փորձում ես իրավիճակը դիտարկել բացառապես սոցիալական կամ ֆինանսական դաշտում, ապա ակնհայտորեն ինչ նախագիծ էլ բերես արտաքուստ դա ինչպեսին էլ որ թվա դա պարզապես տապալվելու է։ Տեսեք, հենց մենակ այն պարզագույն օրինակը, որը դրսևորվեց մի քանի ամիս առաջ, երբ որ իշխանությունը իր բարձրագույն մակարդակով հերոս հռչակեց հարկ վճարողին, այսինքն մարդը, որ պատրաստ է իր կյանքը տալ իր հայրենիքին, փաստորեն ոչ միայն բերեց հավասարացվեց այլ մասնագիտություններ, այլ նույնիսկ դարձավ երկրորդական գործոնած։ Այսինքն հիմնական դրդապատճառները, որոնք ազդում են մարդկանց զինվորական մասնագիտություն ընտրելու եւ հայրենիքի պաշտպանության իրենց մասնակցությունը բերելու առումով, փաստորեն այդ մասով ամբողջությամբ դա ոչնչացվել է։ Ես մի օրինակ եմ ուզում բերել, տեսեք, կառավարությունը 3 տարի առաջ մի փոփոխություն իրականացրեց, որը ենթադրում էր ռազմաուսումնական հաստատությունների ավարտող անձանց Երևանում բնակարանով ապահովելու ծրագիր։ Այսինքն արտաքուստ թվում է, որ ինքը բավականին կենսական կարևոր խնդիր է լուծում, բայց ես ամեն տարի հետևում եմ դիմելությանը, այսինքն դիմորդների թվին, եւ թեև նրանց թիվը որոշակիորեն աճել է, բայց նույնիսկ այդպիսի ֆինանսական շահագրգռվածությունը խնդիրը չի լուծել, որովհետև այն պատճառները, որոնք ընկած են մարդկանց քաղաքացիությունը փոխելու, զինվորական ծառայությունից այսքան այն հիմքով խուսափելու, զինված ուժերը որպես մասնագիտական առարկա ընտրելու, դրանք հիմնովին այս իշխանությունը ոչնչացրել է եւ ֆինանսական այս կամ այն նախագծերը որևէ խնդիր չեն լուծելու, հատկապես որ այս նախագիծը շատ ավելի խորացնում է սոցիալական վերաբերվածությունը, սա հասարակական տարբեր խմբերի մեջ բերելու է մեծ բախումների եւ ակնհայտորեն արդարության սկզբունքը այստեղ ամբողջությամբ փլուզվում է։